Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, քննարկում ենք հանձնաժողովի ընդդիմադիր անդամի ընտրության հարցը, Տիկին Մանուկյան, բնականաբար ամբողջությամբ աջակցում եմ ձեզ, բայց մի խնդրի եմ ուզում անդրադառնալ, հատկապես սիրելի ընդդիմադիր գործընկերներ, կարծում եմ երկրորդ օրն է մի տեսակ խզում կա հայկական իրականության եւ ԱԺ քննարկումների մեջ։ Ես իրականում այս ելույթով այդ խզմանն եմ ուզում անդրադառնալ ու հնարավորինս վերացնել այդ խզումը, ամենևին առանց նսեմացնելու այս քննարկման կարևորությունը։ Երեք Հայաստանի Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը, որտեղ մի ամիս առաջ անցկացվել է ընտրություն, որը վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որը անդադ այստեղ ՔՊԱ-ականները վկայակոչում են, պատկանում է Հայաստանին, հայտարարել է ադրբեջանական անվանումով։ Խորհրդավոր հաշվով հայտարարել է, որ Ադրբեջանին է պատկանում։ Ես ուզում եմ մի ձայնագրություն տեսանյութ լսենք ու հետո վերադառնանք։ Խնդրում եմ ուշադիր։ Շատ է խոսում անկլավների մասին։ Մենք օրինակ նայում ենք, մենք մինչև այս պահը ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել։ Հիշում եք մի քանի անգամ կամ ձեզ այս ֆորմատով կամ այլ տեղերում ասել եմ քարտեզը ինչ է, քարտեզը գծագիր է, որ ոնց կարող ես գծել, պետք է իրավական հիմքը նայես։ Եվ մենք այս պահի դրությամբ ինչքան ուսումնասիրում ենք իրավական հիմքերը, անկլավների գոյության իրավական հիմք չենք տեսնում, չենք գտնում։ Մեզ թվում է, որ մենք այս մի տարվա ընթացքում արդեն բոլոր հնարավոր փաստաթղթերը ուսումնասիրել ենք։ Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այս պահի դրությամբ այդ իրավական հիմքը մենք չենք գտնում։ Շատ է խոսում անկլավներ։ Նիկոլ Փաշինյան 2022 թվական ելույթը կարելի էր վերնագրել հետ բերեք հին Նիկոլին։ Ես հիմա հարց առաջանում, ուսումնասիրությունները շարունակել եք իրավական հիմքեր եք գտել, եթե այո, ներկայացրեք, որովհետև հարց է առաջանում, ինչ իրավունքով, ինչ տրամաբանությամբ դուք կանգնում եք ամենաբարձր պետական ամբիոններից, ամենաբարձր պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության տարածքը, հայկական բնակավայրերը անվանում եք ադրբեջանական անուններով։ Եթե ձեր տրամաբանությունը այն է, որ կա ինչ-որ քարտեզ, ձեր ղեկավարը ասում է, որ քարտեզը ընդհանրապես գիծ է, բայց եթե դեն շատ հետ գնաք, կգտնեք քարտեզներ, որտեղ Հայաստանի Հանրապետություն չկա։ Հայաստանը բաժանված է օրինակ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև։ Կարող է մի օր գաք, այդ քարտեզը վկայակոչեք։ Եթե ձեր տրամաբանությունը այնն է, որ Ադրբեջանը ինչ անունով անվանում է մեր բնակավայրերը, դուք կրկնում եք, մեր բոլոր գրեթե բնակավայրերը ունեն ադրբեջանական անուններ։ Երևանին գիտեք, չէ՞ ինչ են անվանում, Սևանին, Սյունիքին։ Էդ է տրամաբանությունը։ Եթե ձեր տրամաբանությունը այնն է, որ որտեղ ինչ որ ժամանակ ապրել են այլազգիներ, դա պատկանում է այդ պետությանը, Հայաստանի տարբեր տեղերում ապրել են ու ապրում են տարբեր այլազգիներ։ Ինչ, մենք ունենք իրանական, ռուսական, թուրքական, ադրբեջանական տարածքներ, երբ մենք ձեզ ասում ենք, որ սահմանադրությունը չի կոնֆլիկտածին, ՔՊՆ-ը կոնֆլիկտածին, սա նկատի ունենք, ինչ է նշանակում երկրի ղեկավարը ասի ես հիմա փաստացի ունեմ այլ երկրի տարածք։ Դա թե պատերազմի հրավեր չի, ինչ է։ Դա ինչ է։ Հիմա գալով խնդրի բուն էությանը, իրականությունն է, որ որևէ իրավաքաղաքական հիմք չունեք, որևէ իրավաքաղաքական հիմք չկա, բայց Ադրբեջանի հերթական պահանջը կա։ Դուք խոստացել եք, որ սահմանագծման եւ սահմանազատման շրջանակներում մենք պիտի մեր օկուպացված տարածքները վերադարձնենք։ Դա խոստանում եք Տավուշի դեպքերից։ Ամեն զիջումից ասում եք, այս տալու ենք, դրա դիմացը բան ստանալու ենք։ Երբ, ինչ ենք ստացել, ոչ մի բան չենք ստացել, ինչ, երբ են ադրբեջանցիները դուրս գալու Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից, սահմանագծման և սահմանազատման շրջանակներում առաջինը ու առանց առաջ գնալու այս հարցը պիտի քննարկվի, ուրիշ ինչ ավելի կարևոր ու կենսական հարց կա, բայց այստեղ են գալիս ես կրկնում եմ, շարունակում եմ կրկնել, որ այստեղ են գալի այս խորհրդանի ամենակարևոր ու կոնցեպտուալ քննարկմանը, երբ մենք ձեզ հարցնում էինք, ֆիքսեք սպառնալիքները, սա նկատի ունեինք, որովհետև փակ սահմանը չի սպառնալիք, դա հետևանքն է, Ադրբեջանի ու Թուրքիայի պետական քաղաքականությունն է։ Ինչու է սա պետք ֆիքսել, որովհետև անկյունակարային
միտք, որը հնչել է այս ամբիոնից, բայց ես ուզում եմ ուշադրությունը հրավիրել։ Ադրբեջանը Տիգրանաշենը կարող է պահանջել մենակ մի բանի համար։ Եթե ուզում է կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը։ Տիգրանաշենը իր համար որևէ այլ նշանակություն չունի։ Տիգրանաշենը Ադրբեջանը կարող է պահանջել, եթե ուզում է ամբողջապես շրջափակման մեջ վերցնել ու ակցիանի մեջ պահել ու պարկի մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը։ Ձեր ապաշրջափակման օրակարգի անվան տակ Երևանից դուրս եկող երկու միջպետական ճանապարհները հայտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանը ամբողջությամբ հայտնվում է պարկի մեջ։ Եթե Ադրբեջանը Հայաստանը կազմաքանդելու նպատակ չունի, Տիգրանաշենը իր համար որևէ նշանակություն չունի։ Իր 86600 եւ այլնի մեջ դա որևէ այլ նշանակություն չունի։ Ու այստեղ է գալի ամբողջ հարցը։ Եթե այն, ում է դուք հայտարարում եք, որ խաղաղությունը հաստատված է, առաջ է տանում հերթով իր նպատակները քեզ ոչնչացնելու, այդ ո՞նց է խաղաղություն հաստատել։ Սա ենք մենք ասում, որ խաղաղություն հաստատեք, պիտի վերացնեք կոնֆլիկտը ծնող պատճառները։ Ու կոնֆլիկտը ծնող պատճառը այն չի, որ հայերն ու ադրբեջանցիները իրար հետ են ապրել, որտեղ հայերն ու վրացիներն էլ են իրար հետ ապրում, բայց էթնո-քաղաքական կոնֆլիկտ չկա այդտեղ։ Կոնֆլիկտը ծնող պատճառը Թուրքիայի, հիմա Ադրբեջանի մասն ենք խոսում, պետական քաղաքականությունն է։ Դրա փոփոխությանը պիտի հասնենք։ Ոչ թե երբ որ այդ փոփոխությանը չես հասել, հերթով քո ամեն զիջում կբերեք ինձ օրինակ, որ ձեր հերթական զիջումը պակասացրել է Ադրբեջանի որևէ պահանջ։ Ոչ թե ավելացրել է, այլ պակասացրել է։ Եկել ենք, հասել ենք հիմա այնտեղ, որ մի ամիս առաջ, որտեղ որ ընտրություն ենք անցկացրել, քննարկում ենք Հայաստանա, թե չէ։ Ես հիշեցնեմ, որ դուք էլի ձեր վարչությամբ հավաքվել որոշելու իրավունք չունեք, որն է Հայաստան, որը չէ։ Դուք ինչ եք։ Պարոն Սարգսյան, պարոն Գարիկ Սարգսյան, ձեզ հայտարարվում է նախազգուշացում։ Հիմա Հայաստանի Հանրապետության տարածքային փոփոխության միակ ձևը հանրաքվեն է։ Դուք էլի հավաքվել որոշելու ինչն է Հայաստան, ինչը չէ, դրա իրավունքը չունեք։ Բայց մեկը էլի անկյունակարային հարցի ենք գալիս այստեղ։ Երբ այսքանը մենք ձեզ ասում ենք, նկարագրում ենք, գալիս եք այստեղից կանգնում եք, ասում եք դուք տրավմա ունեք։ Դրա համար էլ չեք ուզում, չգիտեմ, մեր լավը չեք ուզում։ Տրավմա չունենք, սիրելի հայրենակիցներ, ունենք 135 տարվա այո փորձ։ Տրավմա չունենք, փորձ ունենք։ Այն ինչ որ արել եք, այն ինչ որ այս ամբիոնից գալիս եք, մեր հրապարակած հոդվածները, գրքերը, հիմա որ թվայնացնում ենք, մեզ իբր բան եք հակադարձում եք, օրինակ եք բերում, այո, արել ենք դա, անցել ենք այդ ճանապարհով։ Ու հասկացել ենք, որ այլ տարբերակ էս կանգնեցնելու, քան դիմագրավելն է, չկա։ Հասկացել ենք, որ հանձնելը տարբերակ չի։ Մեզ գցում ենք պարկի մեջ, ցեղասպանվում ենք եւ կանգնում ենք գոյութենական վտանգի առաջ։ Հիմա էս ինչն է խանգարում, որ այդ փորձին, եթե դուք տենց սրտացավություն ունեք, այդ բանին չեք հետևում։ Այսինքն անցել ենք այս սրա միջով։ Այս ժողովուրդը անցել է ու չի բերել պահանջների կատարումը իր անվտանգության ապահովման։ Հիմա դուք այդ փորձից ինչի եք անպայման հրաժարվում։ Սա է անկյունակարային հարցը ու խնդիրը, որը կարծում եմ այս խորհրդանական ամբիոնից պիտի քննարկվի։ Ու վերջում եզրափակելու համար իսկապես ինչպես Արցախի վրա վերահսկողության հաստատումը չբերեց Ադրբեջանի պահանջների նվազեցման։ Եթե ձեր թեորիան ճիշտ լիներ, որ խնդիրը Արցախն է, մենք ավարտած կլինեինք այդտեղ։ Արցախի վրա վերահսկողությունը հաստատել է Ադրբեջանը, էթնիկ զտում է իրականացրել, եթե ձեր թեորիան այնա, որ դա էր իր նպատակը, այդտեղ կանգնած եւ ավարտված կլինեինք։ Իրականությունը ցույց է տալիս, որ ձեր թեորիան կեղծ է, սուտ է։ Իրականությունը այն է, որ Արցախի վրա վերահսկողության հաստատումը դուռը բացեց Հայաստանի դեմ պահանջների։ Մենակ դրա հետևանքով է, որ մենք հիմա քննարկում ենք Հայաստանի սահմանադրության փոփոխություն, այլևի պատկերացումով ու քննարկում ենք Հայաստանի, որ բնակավայրն է հայկական, որը չէ։ Այս տրամաբանությամբ է, որ ասում ենք, այս պահանջները կատարեք առանց դիմագրավման, սահուն անցնելու ենք հաջորդին, որի վերջը չկա։ Ադրբեջանական պահանջները ունեն սկիզբ, Արցախով սկսվել է, վերջը դրա չկա։ Եթե կա, ցանկը հրապարակեք։
որ մենք հասկանանք, ասենք լավ, այս 100 կետը զիջում ենք, այն ինչ մնա լավ է, չկա վերջ այդ բանը։